Կամ սկզբից գեյների հետ կապված, ինչպես բոլորս տեղյակ ենք, դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք, որ 3 տասնյակից ավել մեր գեյները վերադարձան Հայաստան եւ Հայաստանն իր կողմից 2 ադրբեջանցի փոխանցեց հենց ադրբեջանական կողմին, ինչ վերաբերվում է թե Հայաստանը ինչ պրոցեսներ է իրականացնում դեռևս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն մանրամասն մեր դեսպանների միջոցով, նաև միջազգային հարթակներում ներկայացնել հենց բուն ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը եւ նաեւ բնականաբար հենց Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները եւ ինչպես Պամուլի հաղորդագրություններից ինքներդ եք տեղեկանում, կապի հաստատումը ժամանակ առ ժամանակ հարազատների հետ, սա այն դիվանագիտական, այսպես ասած, ուղիներով տարվելիք աշխատանքն է, բայց նաեւ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունը ինտենսիվ աշխատանք իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես դատական ատյաններում, որտեղ որ միջթորդություններով եւ հայցապահանջներով հենց մեր հայազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել եւ իրավունքները վերականգնել։ Ես համոզված եմ, որ այդ աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են եւ առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք թե միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, անկեղծ ասած, մեր թվաքանակը մենք հենվում ենք այն տվյալների վրա, որը ներկայացվել է քննչական կոմիտեի կողմից, այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև բնականաբար ադրբեջանական կողմը դրանց մի մասին ռազմակերի չի համարում, իսկ հայկական կողմը այլ մոտեցում է ունենում, դրա համար եկեք մենք բոլորս առաջնորդվենք այն տվյալների հիման վրա, որը հենց ներկայացնում է քննչական կոմիտեն, որը որ բոլոր այդ գործերով ունի արդեն նախաքննական process-ներ եւ հստակ տվյալներ։ Իսկ այդ բոլոր մարդկանց իրավական գործընթացը բոլորի համար նույնն է, ռազմաքաղաքական այդ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստանի կողմից ձեռնարկվելիք միջոցները բնականաբար եւ դիվանագիտական եւ միջազգային դատական ատյաններում, այո, բոլորը նույնն են եւ կապված ձեր երկրորդ հարցին ուղղակի ընդհանրապես արտադրության նախարարության տիրույթում չի եւ մանրամասն ինֆորմացիա կարողանան տալ այլ գերատեսչությունները։ Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի process-ներին, նախ ամենակարևոր գործընթացը, որը մեկնարկը տրվել է, դա հենց օրենսդրական փաթեթի մշակումն է, այսինքն վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք որ մենք պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները։ Այդ առումով մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես Վրաստան ունի նման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք, բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել եւ առաջի քայլը դա հենց նոր օրենսդրության մշակումն է, միջազգային փորձագետների հետ աշխատելն է, իսկ ձեր հարցը թե ինչպես պետք է Հռոմի ստատուտը օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերհանմանը, այդ process-ը հետեւյալն է, կան դատախազական եւ քննչական գործիքակազմեր եւ մենք մեր նախաքննական մարմինները ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաեւ հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին եւ իրավապահներին, ով որ նույնպես գալով Հայաստան կամ թղթերը ուսումնասիրելով մասն են դառնում այդ վարույթների եւ այս դեպքում արդեն Հայաստանը իր հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական process-ներում միայնակ չէ եւ ներգրավում են միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Media Hub